Հերթական փորձն է կատարվում ոչնչացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ ես շատ ցավում եմ, որ այդ ամենի մեջ ընդգրկված են նախկին հոգեվորականները, եկեղեցականները, դեռ մինչեւ գործող եպիսկոպոսներն են ընդգրկված։ Սա բերելու է մի ահռելի ահավիրքի, որ մենք նույնիսկ չենք կարող մեզ պատկերացնել։ Դուք պատկերացնում եք, եթե այսպես ասած տիրադավների շարժումը, որ հովանավորվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, հաղթի։ Դա կլինի հերթական աղետը մեր ազգի համար, որովհետև տասնյակ թեմեր կարող են անհանձնազանդության դրսևորում ցուցաբերել նոր այսպես ասած եկեղեցական իշխանությանը։ Եվ մենք նորից տասնյակ տարիներ հետ ենք ընկնելու կորցնելով մեր դիրքերը։ Շատերը մոռանում են, որ մինչև այսօր անկախ Հայաստանի պայմաններում 30 տարին եւ ավել մենք չենք կարողանում ընդհանուր իմի գալ Անտիլիասի հետ, որպեսզի մենք դառնանք մի ընդհանուր եկեղեցի։ Բայց ժամանակին մենք բոլոր մի ընդհանուր հայ առաքելական Սուրբ եկեղեցի ենք։ Եվ այդ նույն process-ները կարող են հիմա տեղի ունենալ, հասկանում եք։ Եվ ես շատ զարմացած եմ եւ նույնիսկ վրդովված եմ, ինչու մինչև այս պահ այդ տիրադավները գտնվում են եկեղեցի ներսում եւ մինչև հիմա կառավարում են որոշները դրանցից թեմեր են կառավարում։ Ինչի մինչև հիմա այդ մարդիկ չեն վռնդվել եկեղեցուց առհասարակ։ Եվ ասեմ նաեւ շատ հետաքրքիր մի process է սկսվել, ինքնամաքրման process է ստեղծել։ Այնպիսի տպավորություններ, որ այդ մարդիկ ուռուցք էին մեր եկեղեցու համար։ Եվ այդ ուռուցքը կամաց ինքնաբերաբար ոչնչանում է մեր եկեղեցուց։ Եկեղեցին բարեփոխման կարիք միանշանակ մեր ունի, բայց ոչ այս ձևով, ոչնչացման ձևով։ Եվ ես նորից ուզում եմ այն բոլոր մարդկանց, որոնք դեռ մինչև կասկածում են, թե ինչ է կատարվում մեր եկեղեցու հետ, մեր եկեղեցու ոչնչացման գործընթացն է տեղի ունենում։ Եվ բոլորին խնդրում եմ զգոն լինել, զգոն եւ հասկանալ, որ մեր եկեղեցի ոչնչացման նաեւ վերջանում է հայ ազգի պատմության կարևորագույն էջը։ Մենք բոլորս պետք է լինենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքը եւ ազգընտրովի կաթողիկոսի կողքը պետք է լինենք։ Ուրիշ տարբերակ չկա, եթե մարդ իրեն համարում է հայ, պետք է լինի այսօր եկեղեցու կողքը, որտեղ վաղը կարող է լինել շատ ուշ։ Եվ ինչ վերաբերում է, որ այդ շարժման, այսպես ասած, առաջատարներից մեկը Վրաստանի թեմի նախկին առաջնորդն է Վազգեն Միրզախանյանը, ես խնդրում եմ շատ մարդիկ թող հետ տան պատմությունը 15, 16, 17 թվականների մամուլը նայեն, թե ինչեր են շրջանառվում հենց Վազգեն եպիսկոպոսի դեմ։ Եվ մարդկանց խմբեր ինչի էին մեղադրում։ Մի խումբ մեղադրում էր սրբապղծության մեջ, մյուս խումբը մեղադրում էր հսկայական գումարների գողության մեջ, մյուս մի խումբը հոգևորականների մեղադրում էր, որ ազնիվ քահանայի ընտանիք է քանդել, որովհետև ինքը պղծել էր նաև այդ ընտանիքը։ Հասկանում եք, թող ես ինքը չեմ ասում, թող իրենք մարդիկ, ով որ հետաքրքրված է այդ մարդու անցյալով, թող մտնեն եւ նայեն տպագիր մամուլը, նույնիսկ վրացատար մամուլում այդ խայտարակ նյութերը հրապարակվեցին։ Եւ այս մարդը, որ բարոյազրկված լքեց մեր թեմը, հիմա դարձել է եկեղեցու բարենորոգիչ։ Դա ծիծաղելի է, նրանք ծիծաղում են բոլոր հավատացյալների ազնիվ զգացմունքների վրա։ Ինչպես գիտեք, արդեն ինքնաբերաբար շատ քահանաներ իրենց աջակցությունն են հայտնում Վեհապար Հայրապետին, եւ ես շատ ուրախ եմ, որ արդեն Ջավախքի համարը բոլոր մեր հոգևորականներն են միացել, նաև process-ը սկսվել է Թբիլիսիում եւ հուսով եմ, որ մեր թեմում դավաճանող հոգևորական չեն եղնում։ Այնուամենայնիվ ես այդպես կարծում եմ, որովհետեւ եթե ինչ որ մեկը այսօր մայրաթորի կողքը չի, նա դավաճան է։ Դավաճանում է մեր եկեղեցին եւ մեր ազգն է դավաճանում եւ նա իրավունք չունի, որպեսի հետագայում նաեւ լինի մասնիկ այս մեր եկեղեցու։ Վիրահայերի հավատացյալ հոտը վրթովված է ինչ է կատարում այստեղ այսօր Հայաստանում, ինչ ճնշումներ, ինչ բռնաճնշումներ է օգտագործվում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ես պետք է հիշեցնեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միայն Հայաստանում բնակվող հայերի եկեղեցին չէ, այն համասփյուր հայության ողնաշարն է։ Մեր եկեղեցին միայն զուտ կրոնական կառույց չէ, մեր եկեղեցին տունն է, մեր ազգային կարևորագույն տունն է, մեր եկեղեցին մեր այրունն է, մեր եկեղեցին մեր բառն է, մեր եկեղեցին մեր չարականներն են, մեր եկեղեցի մեր ինքնությունն է եւ այս ամենը հիմա այս ինչ որ ես տվեցի փորձ է արվում ոչնչացնելու։ Ես խնդրում եմ բոլորին զգոն լինեն, զգոն,
չհավատան սուտ մարգարեների իբր բարեփոխում են անում, այս բարեփոխումը քանդվելու համար է արվում, որպեսզի ոչնչացնեն մեր եկեղեցին, ավելի պառակտեն մեր ազգը։